Պասիվի թե 5 ավել քան 5 անգամ կան շատ մոտավորապես միգուցե եւ կոպիտ տվյալներ ասում են 7 միլիոն տուրիստ է տարեկան այցելում Վրաստան, Հայաստան ասում են 1.2 միլիոն, դա մոտավորապես թվեր են, ոչ շատ շատ շեղում լինեն եւ 7 միլիոնի մեջ եւ կասենք եւ նաեւ մեր 1 միլիոնի մեջ, հա, որովհետեւ ինչ է տուրիստը մենք շատ բազմաթիվ անդամ ասել ենք, ինչ է տուրիստը մեր համար, որ ասում ենք տուրիստ, դա ինչ ենք հասկանում, դա ոչ Հայաստանի ռեզիդենտ, որը որ մեկ գիշեր գալիս է Հայաստանում եւ մի առնվազն մեկ գիշեր մնում է Հայաստանում։ Այսինքն դա բազմաթիվ ուղղակի մարդիկ են, որ աշխատում են դրսերում, Հայաստանի քաղաքացի չեն, բայց ընտանիքները ստեղ են, գնում են, գալիս են այդ օրերին։ Իրանք մտնում են բնականաբար այդ թվերի մեջ, հա, բայց մեր համար դա տուրիստ չեն։ Դրա համար մեր համար այդ 1 միլիոնն էլ է շատ ոնց որ ասած ոչ արդարացված թիվ։ Դե նույնը կարող ենք ասել եւ այդ 7 միլիոնի Վրաստանի մասին, բայց այնուամենայնիվ այդ թվերը որ Վրաստանում իրոք շատ մի քանի անգամ շատ տուրիստ են այցելում Վրաստանը, դա իրականություն է։ Ես կարող եմ ուրախանամ իրենց համար, առաջինը ինչ կարող եմ ես ասել, որ դա սպասելի է, որովհետև ոչ մի բանից ոչ մի բան չի լինում, այսինքն դու պետք է ինչ-որ ներդրումներ լինեն, որպեսզի գան արդյունքներ, չի կարելի ոչ մի բան չանել եւ արդյունք ունենալ, հա, դա ինչ-որ իմ հայտնագործությունը չի, բայց դա իրականություն է։ Վրաստանը շատ մեծ ներդրումներ է անում ներգնա տուրիզմը զարգացնելու համար։ Իրանց պետական բյուջեն, լսել եմ, դա չեմ կարող որպես փաստ ասեմ, բայց լսել ենք, որ 7 միլիոն եվրոյի չափով իրանք ունեն բյուջե, որ զարգացնեն իրանց ներգնա տուրիզմը իրանց երկրում։ Դա իրանց հիմա 7 միլիոն է, թե 5 միլիոն է, թե 10 միլիոն է, համենայն դեպս իր արդյունքները բնականաբար տալիս է։ Երկիրը շատ գովազդվում է։ Մենք շատ անգամ մեր պարտներներից լսում ենք, որ մենք շատ ենք լսում Վրաստանի մասին, գրեթե չենք լսում Հայաստանի մասին, ինչու է այդպեսի եւ այլն, դե մենք գիտենք ցավոք սրտի մեր բյուջեն թույլ չի տալիս այդպես լայնամասշտաբ գովազդներ, մեր երկիրը արվում են իհարկե, արվում է եւ գովազդ տարբեր տեսակի գովազդներ եւ ցուցահանդեսներում եւ մեդիաներում, բայց դա իհարկե շատ քիչ է։ Ու իմ խորին համոզմունքն է, որ մենք կարող ենք ոչ միայն ավելի շատ ունենալ տուրիստներ, ինչ Վրաստանը եւ կողքի մեր երկրները, մենք բոլորս պետք է մեր ջանքերը դնենք եւ պետությունը եւ մասնավոր հատվածը միասնական հիմա Իսկ պետությունն էլ այստեղ լուրջ անելիք ունի։ Իհարկե, մասնավոր ընկերությունները միշտ արել են, անում են եւ կանեն, դա մասնավոր բիզնեսը, բոլորը հետաքրքրված են իրանց բիզնեսը զարգացնելու եւ անում են այդ քայլերը, բայց մենք այդ քայլերը սահմանապակ ենք, մենք չենք կարող գովազդել ամբողջ աշխարհում մեր երկիրը, դա մեր համար բնականաբար շատ Հայաստան երկիր այդ բրենդն էլ, հա, դեռ չի մտել տուրիստական այս բանի մեջ։ Ինչի մեջ։ Չկա, այսինքն դուք ասում եք Վրաստանը կա, բայց Հայաստանը շատ ավելի пассив է։ Շատ ավելի пассив է, նու ես ասեցի, նշեցի, դա իհարկե դա գալիս է ներդրումների պակասից, մեր երկիր, որ ներդրումների պակաս ունի դա գովազդելու համար։ Բայց կարող եմ ասել, որ մենք լավատես ենք, մենք ունենք հիմա նոր կառավարություն, հռչակում են մի քանի տարի շարունակ նախագահան հռչակում է տուրիզմը, դա գերակաճյուղ, ու մենք այդ հույսերով շարժվում ենք, որ եւ մենք էլ մեր հերթին տուրօպերատորները, մասնավոր ընկերությունները անում ենք ամեն ինչ, որ շատացնենք արդյունքը, տուրիստները ավելի շատ գան Հայաստան։